Այս կանխատեսումային կանանց համար է, ովքեր մտածում են, որ միգուցե ձեր սիրելին տարել են մագիայով։ Տեսնենք, հարցողեք։ Կոնկրետ պատճառը արդյոք մոգական գործողությունով է հեռացել ձեր սիրելին։ Արդյոք դա այդպես։ Եվ ես անցնում եմ կանխատեսմանը, արդյոք մոգական գործողությունով են տարել ձեր սիրելին, ովքեր ուղղել են հարց։ Այո, դա կրադնիկ է, գողություն։ Ինքներդ եք նայում, բաշնյան, հաջորդ քարտը, որը դուք ինձանից եք իմանում, դա անակնկալ էր և տեսնում եք, բաժանություն, այո, իրականում այդպես է և միգուցե դուք հիմա նստած սպասում եք, թե նա երբ է գալու ձեզ մոտ։ Ցավոք սրտի, խորհուրդ կտամ չսպասել, այո, զբաղվեք ձեր գործերով, տեսնում եք, անիմաստ ժամանակ եք այդ անձի վրա, դուք իզուր մի սպասեք, անիմաստ ձեր ժամանակը մի վատնեք մեկի վրա, ում այդ գործողությունով են տարել, մեկ է, ուշ թե շուտ այդ մարդը նորից ձեզ թողնելու է, հետ է գալու, բայց ես եմ տեսնում, որ ձեզ հետ ամուսնանա, վերխով նեժրից, այո, այդպիսի բան կա, իսկ եկեք հարցնենք ընդհանրապես այն անձը, ով մոգական ազդեցություն ունի հիմա ձեր պարտնյորի, նախկին արդեն պարտնյորի վրա, նրա հետ կամուսնանա ձեր նախկինը, ոչ, ես դավլենիա եմ տեսնում ձեր տղամարդու ընտանիքի հետ կապված, համաձայն ոչ, չեմ տեսնում և նավախ էր կունենա այդ մասին խոսելու, չնայած նրանց մեջ կոնֆլիկտ է հետագայում սպասվում, իսկ արդյոք հետագայում կվերադառնա ձեզ մոտ, այդ տղամարդը, ոչ, նրա կյանքում հետագայում նույնն է լինելու, կարծես անձը ցանկանում է շատ ման գալ, դեռ հլը իր համար, գիտեք ոնց, բաբնիքա, դեռ շատ կանանց հետ է ուզում հանդիպել, իրեն ինքը դրանից լավ է զգում, ազատ հարաբերություններ և այլը, երբ որ կհասունանա մի քիչ խելքը, այն ժամանակ ասում եք,